Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Կա նաեւ կարծիք, որ այս տոնը նշում էին որպես ձմեռվանից գարուն անցում, զատելով ձմեռը գարնանից։ Ինչ ավանդույթներ, ինչ ծիսակարգեր կան եւ ինչ են դրանք խորհրդանշում, այս բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք ազգագրագետ Վահե Քոթանյանից։ Քրիստոս հարյավ իմերելոց Վահե։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ձեզ եւ մեզ մեծավետիս։ Վահե, զատիկը հայերի ամենասիրելի տոներից է դեռ վաղուց ի վեր եւ եթե հետ գնանք, հա, ժամանակագրությամբ, ուր են տանում արմատները։ Շատ հին ժամանակներ, քանի որ սա հետաքրքիր մի տոն է, տոնացիսական հայկական ընդհանրապես համակարգում, որովհետեւ իմաստնավորում են մենք տեսնում ենք բավական շատ ակտիվ գաղափարներ իրենց ծիսական տեսանկյունից եւ գաղափարաբանական տեսանկյունից եւ կարեւոր են մատնանշել այստեղ որ շատ կարեւոր է երկու կոմպոնենտ, հա, ընդհանրապես տոնը լինում է ժողովրդական եւ եկեղեցական, այս երկուսի միախառնման արդյունքում ձևավորվում է ազգային տոնը։ Զատիկը կամ հենց մեզ հայտնի անունով տարբերակում մենք գիտենք, որ զատիկ բառն է եւ կա որոշակի մեկնաբանություններ, ինչ կապ ունի զատիկ միջատը այս ամեն ինչի հետ, որովհետեւ մենք հիմա տեսնում ենք տոնի խորհրդով շատ են օգտագործում զատիկ այդ միջատի կերպարը, սակայն զատիկ բառի հետ ընդհանրապես կապ չունի սա։ Մի փոքր կարելի է տանել համեմատական, քանի որ գարնան գալուստն ենք մենք տոնում եւ գիտենք, որ ակտիվանում են միջատները եւ զատիկը կարող էր որպես խորհրդանիշ իր կարմրության եւ ժամանակաշրջանի հետ կապված համեմատական տանել։ Սակայն զատիկը, ինչպես դուք սկզբում նշեցիք, նշանակում է զատել եւ բաժանել, զատել ինչից հարց է առաջանում։ Եթե մենք գնում ենք դեպի նոր կտակարան, այնտեղ պասեկ կամ պասկ բառն է եւ շատ ազգերի մոտ հիմա պասխան է պահպանվել, օրինակ ռուսների մոտ գիտենք այդ տարբերակն է եւ մի քանի այլ ազգերի մոտ եւս։ Սա ելք կամ դուրս գալ իմաստն է կրում, դա գալիս է 5 կտականից, որտեղ հրեաները կարողացան եգիպտացիների լծից դուրս գալ եւ ելք գտնել։ Սա է խնդիրը, հա։ Իսկ հայկական իրականության մեջ այն բացահայտվում է հետեւյալ ձևով, որ քրիստոնեական կրոնը ցույց է տալիս, որ զատվում են, ելք են գտնում եւ այդ ելքը ցույց տվեց Քրիստոս, որովհետեւ իր զոհողությամբ գնով էր, որ մարդիկ կարողացան իրենց փրկությունը գտնել։ Այսինքն ելք գտնել Քրիստոսի միջոցով։ Իսկ ընդհանրապես զատիկ նշանակում է բաժանել, ինչու, որովհետև նախկինում, դեռևս նախաքրիստոնեական հատվածում ընդունված տարբերակ էր, որ սա ձմռանից գարնան տարանջատումն է, որովհետև ի սկզբանե մենք տեսնում ենք խոտ սեղանից հանված ցորենից, որը գարնան գալստի խորհրդով է։ Եթե կապենք զատիկի հետ, որևէ կապ չունի, ինչ կապ ունի, ասենք ավանդույթի եւ ալնի հետ, մենք տեսնում ենք, որ սա գարնան ծաղկունքի, պտղաբերության ամբողջական խորհուրդն է, որը սեղանին մենք դնում ենք հենց այդ սկզբունքով։ Ինչ կապ ուներ այստեղ ձուն, որովհետեւ ձուն դեռևս Գրիգոր Տաթևացի նկարագրությամբ եւ այլ աշխարհահռչակ, այսպես ասեմ, պատմիչների ու այլ անձանց կողմից ներկայացնում էր ձուն որպես երկրագնդի մոդելը, փոքր տարբերակ, որի մեջ ըստ շերտերի բացատրվում էր, թե որը ինչ է ներկայացնում եւ ինչպես է նման երկիր մոլորակին։ Այստեղ ձուն բացի նրանից, որ մենք ունենք որպես կոնցեպտ երկիր մոլորակ, հայկական իրականության մեջ ձուն համարվում է չարխափանության խորհուրդ եւ մի անմիջական կապ կա այսօրվա եւ ձվի կոնտեքստի հետ կապված։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, տատիկս այս ասունցիների մոտ ընդունված տարբերակ է եւ հետաքրքիր մի ավանդույթ կա, որ 5 շաբթի օրը որը ավակ 5 շաբթին է, մենք գիտենք, որ տոնը ունի իր ավակ շաբաթը եւ ամեն մի օր ունի իր խորհուրդը։ Ավակ 5 շաբթի հետ կապված տատս տան անդամների թվով ամեն մեկին մեկ ձու էր խաշում եւ այդ ձուն չէր ներկվում։ Ես ի սկզբանե չէի հասկանում, բայց ինչու սպիտակ, եթե դա զատկի ձու է, հետո երբ որ մասնագիտորեն մեծացա ու սկսեցի վերլուծել, հասկացա, որ ուրբաթ օրն է լինում Քրիստոսի խաչելությունը, այսինքն դեռևս Քրիստոսի արյունը չէր թափվել, հա, որպես զոհողություն եւ տատիկը դրա համար սպիտակ էր ներկում ձուն ավակ 5 շաբթի օրը։ Դա խորհրդավոր ընթրիքի, վերջին ընթրիքի օրն է եւ ոտնլվայի օրը եկեղեցու կանոնադրությամբ։ Իրականում ավակ շաբաթը որպես այդպիսին բաժանվածությունն ունի ժողովրդական եւ եկեղեցական տոնացույցով։ Մենք գիտենք, որ եկեղեցական տոնացիսական համակարգով եւ որպես այդպիսին ժողովրդականով ավակ շաբաթը ունի իր առաջնորդվածությունը, այսինքն ամեն օր ունի յուրահատուկ
մշակման ծես։ Երկուշաբթի օրը ժողովրդական տոնով ընդունված էր որպես ջրաղացպանների օր։ Այսինքն այդ օրը ժողովուրդը տանում էր իր ցորենը մաղում ալյուր էին դարձնում, որովհետև հետո պետք է գար արդեն զատիկը, որովհետև դեռևս պահքից մենք դուրս չենք եկել։ Եվ զատկական ամբողջ այդ գործընթացը գաթա թխել, հաց թխել եւ այլն այդ process-ը ավագ շաբաթվա ընթացքում է տեղի ունենում։ Երեքշաբթի օրը կոչվում էր խելոքների եւ հիմարների օր, ինչու որովհետև սարմիչական կապվում էր 10 կույսերի առակի հետ, ովքեր սպասում էին փեսացուի գալուն, իսկ փեսացուն այս դեպքում Քրիստոսն էր եւ 5 հարստացուները կամ ովքեր որ սպասում էին իրենք չկարողացան սպասել եւ ճրակը մարում է, ճրակից յուղ են խնդրում մյուս 5-ից, ասելով որ կտակ այդ ճրակից, բայց իրենք չեն տալիս։ Այստեղ կարևորությունն է հասկանալ Քրիստոսի գալստին սպասում են այն մարդիկ, ովքեր հավատով եւ զորությամբ սպասում են դրան։ Իսկ 5-ը, ովքեր որ չհամբերեցին եւ քնեցին եւ այդ ճրագը չպահեցին, իրենք էլ ներկայացնում են կոնցեպտով այսպես ասած ճակերտավոր հիմարների կամ այն մարդկանց, ովքեր որ չեն սպասում Քրիստոսի գալստին եւ փրկությանը։ Անցնենք չորեքշաբթի, շատ կարևոր է, այսօրը նշվում է որպես չիկ չորեքշաբթի, չիկ նշանակում է դատարկ։ Այդ օրը կանայք տունը մաքրում էին ամբողջությամբ եւ սա մաքրության օր էր եւ այսօրը հատկանշական էր հատկապես նրանով, որ մենք առաջնորդվում ենք դեպի հինգշաբթի եւ ավագ հինգշաբթի օրը իր կանոնադրական կարգով գնում է դեպի խորհրդավոր ընթրիք եւ ոտնլվայ ծիսակարգ եւ այդ օրը ժողովրդական ծիսակարգում գնում է կանանց կողմից ամբողջական պատրաստություն։ Քանի որ այդ օրը կարագը պետք է պարտադիր եկեղեցում օրհնվեր, այդ կարագը օրհնելուց հետո դնում էին գաթայի մեջ եւ սկսում էին զատկական գաթան թխել։ Բայց դեռևս դա չէին կարող ճաշակել, որովհետեւ միայն շաբաթ երեկոյան դա կարող էին պահքը բացել եւ անցնել զատկի։ Ուրբաթ իհարկե գալիս են խաչելություն։ Սա իրականում սքո օր է եւ այդ օրը ոչինչ չի արվում, ոչ ինչ որ բան թխել, հա, ոչ պատրաստել։ Միայն մի հետաքրքիր ծես կա եւ այսօր ես ինձ հետ վերել եմ հետաքրքիր չարխափան մի հմայիլ, որը պատրաստվում է ուրեմն այսպես հատուկ ասեղնագործության տեխնիկայով։ Այստեղ կտեսնեք ռոմբաձև կամ շեղանկյուն նախշեր, որոնք իրականում անսահմանության եւ չարխափանության ծեսի հիմքով են արված եւ կտեսնեք հավկիթ, որը կոչվում է փնջած հավկիթներ։ Ընդհանրապես մեր հայ իրականության մեջ փնջած են կոչվում այն առարկաները, որոնց վրա թելերով, հանգույցներով, կապերով ասեղնագործություն է։ Սա մասնավորապես հայկական շատ կարևոր մի ծիսակարգ է, որն արվում էր ավագ ուրբաթ օրը, որովհետև իրենք հավատում էին, որ այդ օրը ասեղով ասեղնագործելուց Հուդայի աչքը հանելու, դավաճան Հուդայի աչքը հանելու օրն է։ Կամ գնում էին բանջար հավաքելու, այսինքն հողի մեջ դանակով փորելուց նույն կոնցեպտն է, այսինքն վնասելու դավաճան Հուդայի աչքը։ Սա բացի նրանից, որ զատկին էր կիրառվում, այն կիրառվում էր նաև շատ հետաքրքիր ձևով Զանգեզուրում, Սյունիքում, այսինքն, երբ որ նորահարս էին ունենում, գիտեք, նախկինում այնպես էր, որ տան ընդհանուր գլխատանն էին բոլորը քնում եւ միասին մի տեղում հետաբար նորահարսին առանձնացվում էր հատուկ սենյակ, հարսի անկյուն, այսպես ասեմ, որը կարպետով կամ որևիցե կերպասով փակվում էր եւ այսպիսի զարդարուն կաղիններով ամբողջ այդ հատվածը վերին զարդարվում էր։ Ինչու՞, որովհետեւ գիտեք, որ նորահարս էր, կար պտղաբերության խնդիր եւ չարից պաշտպանելու համար իրենք պարզապես ասեղնագործ այս կաղինները կախում էին, որպեսզի այնտեղ չարի մուտք չլիներ եւ իրենց ընտանիքի գերդաստանի շարունակությունը առաջնորդվեր որպես այդպեսին։ Քանի որ մենք ուրբաթ հասանք եւ խաչելություն, անդրադառնանք շաբաթ օրվան, շաբաթ օրը կարելի է համարել արդեն տոնի սկիզբ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու կանոնադրությամբ ժամը 5-ից հետո օրը փոխվում է։ Դրա համար է մենք ասում ենք նախատոնակ ցանկացած տոնից առաջ, 1 օր առաջ ժամը 5-ից հետո օրը փոխվում է եւ դրվում է նախատոնակ։ 5-ից հետո կարող եք արդեն գնալ տուն, որտեվ նախքան դա եկեղեցում տեղ ունենում ճրագալույցի պատարակը, բացենք այս բառը, որտեվ հաճախ ասում են ճրագալույց, իրականում ճրագալույց չի, ճրագալույց է, որտեվ այստեղ լուծանել բառն է, այստեղից է նաև լուծկի բառը, այսինքն վառել, կրակ, այսպես ճրակ վերցնել, այս իմաստով է կոչվում։ Ճրագալույցից վերցվում է պատարակից հետո իհարկե այդ ամբողջական մոմի լույսը տեղափոխվում է տուն լուսավորելով եւ Քրիստոսի լույսը տանելով տուն եւ հայտնության, հարության խորհուրդը տեղափոխելով տուն, իսկ դրանից հետո արդեն մենք գնում ենք դեպի թաթախման երեկո։ Ինչու է կոչվում թաթախման երեկո, որովհետև գիտեք, պահոց շրջանում միայն բուսական
սնունդ էր եւ այնտեղ յուղ չկար, կենթանական ծագման ոչինչ չէին օգտագործում, հետաբար այս ընթացքում թաթախվում էին յուղի մեջ, առատության մեջ։ Դրա համար երեկոն կոչվում է թաթախման երեկոյի ճաշկերույթ։ Եվ պատրաստված էր սեղանին ձեզ հայտնի այն սննդամթերքը, որի մեջ դրվում է դա ձուկն է, որը Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է այս դեպքում, որտեվ գիտեք, ձկան անվանումը Իղտիոս է եւ դա բացվում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի փրկիչ հապավումներով տառային եւ հետո գալիս ենք սեղանին ամենակարևորը ձուն, որը ներկվում է, գիտեք, ավանդական եղանակում ձվի Գեղևը ներկվում է տորոնի արմատով եւ իհարկե սոխի կճեպով։ Այս երկու տարբերակը դասական օրինակներ են եւ իդեպ ասեմ տորոնի արմատը շատ հետաքրքիր է, որ շատ տեղերում չկա, այսինքն հայկական լեռնաշխարհին բնորոշ արմատ է սա եւ սա ոչ միայն օգտագործում են ձու ներկելու, այլ նաեւ թելեր ներկելու համար։ Բավական կայուն ներկանյութ է։ Ինչու են օգտագործում եւ ինչ բացատրություն է տրվում կարմիր գույնին եւ ինչու օրինակ շատերը ավանդական մեթոդում երբ որ ասում են որ համամիտ չենք, որ ձուն ներկվի այլ գույնի եւ այլ կոնցեպտի մեջ։ Ես իրականում որպես ազգագրագետ եւ որպես մասնագետ դեմ չեմ, որ ձուն ներկվի այլ գույներով, որտեվ այդ օրը ուրախության օր է եւ երեխաները հաճախ ուրախանում են այդ տոնից, բայց կողմ եմ նրան, որ պետք է երեխաներին սովորեցնել, թե ինչու պետք է կարմիր լինի, իհարկե մատուցեք ցանկացած գույնի հավգիթներ, կարմիրը որպես Քրիստոսի արյան խորհուրդ է այստեղ դրվում, եւ դոմինանտ որպես գույն գերակշռում է այդ օրը հենց կարմիրը, ցույց տալով Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհուրդը որպես այդպիսին։ Կարծես ավարտվեց, հա, մեր զրույցը, բայց Ես չգիտեմ, մի հարցին եթե կարելի է այսքան սպառիչ պատասխանել, մենք մենք ձեզ շատ հարցեր ունենք, Եթե կան, եթե մնացին հարցերը վահե։ Մեզ հետաքրքիր է իմանալ ձվախաղի մասին։ Շատ բարի։ Որտեղից է առաջացել, երբ է առաջացել։ Տեսեք, ժամանակաշրջան շատ հետաքրքիր է, որ Չէ, բայց ինչի մի փոքր ներողություն այնքան մեծ ուշադրությամբ եւ կլանված ենք լսում, ասելու չի։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Ավանդական կոնցեպտում ժամանակաշրջան նշել տոնի եւ ընդհանրապես խաղերի կամ ավանդույթի հետ մենք մի փոքր կդժվարանանք, որովհետեւ ծագումը ես ասացի, որ դեռևս նախաքրիստոնեական Հայաստանից է գալիս տոնի խորհուրդը, հետո միավորվում է քրիստոնեության հետ եւ այսօրվա պատկերն ենք մենք ստանում։ Այստեղ կարեւոր է հասկանալ ձվախաղի այսպես ասած արկայությունը։ Ինչու է իրականում ձվի այս կոնցեպտը, ինչու է խաղը հենց ձևավորվել ձվի հետ, որտեվ նախկինում գիտեք, որ հիմնականում գյուղերում, քաղաքներում եւ այլուր այդպես այնպես չէր, որ ձուն վաճառքի էր, ամեն մեկը այդպես պահում էր եւ իր տան եղած ձվով էր այդ ամեն ինչը լինում եւ հետաբար սահմանափակ էր այդ ձվի քանակը։ Եվ երեխաները այդտեղ խաղ էին մտածել եւ այդ խաղի արդյունքում իրենք շահում էին հավելյալ հավգիթներ։ Հետաբար խաղի արդյունքում իրենք երբ որ մենք ունենք դասական տարբերակ, որ ձուն երկու հոգով պահում են, սուր հատվածով իրար հարվածում են եւ ում որ հավգիթը կոտրվում է, վերցնում է հաջորդը իրեն։ Երկրորդ ունենք հատակին շարում են մի քանի ձվեր, գլորում են, այսպես ասեմ, բիլիարդի նման խաղ է։ Հայկական բիլիարդ կարելի է այդպես անվանել, որովհետեւ ձեռքով գլորում են ձուն, քանի հատ որ դիպչում է եւ քանի հատ կոտրվում է, դա հենց խաղացողինն է։ Այսինքն այստեղ շահեկանության խնդիրն է, ինչպես շատ ձու հավաքել եւ գիտեք որ չգիտեմ ինչից է, բայց զատկական ձուն չափից ավելի համեղ է սովորական օրերի։ Եվ ինչքան ուտում ես, չես կշտանում։ Եվ խաղերը մասնավորում են տրվում են հիմնականում տոնի խորհրդով, իհարկե շատ խաղեր կային, այդպիսի մի խաղ կար օրինակ ճանի կամ վեգ կոչվող խաղը, դա անասունի ոտքի ոսկորն է, ճանը, որը գցում էին եւ ասում էին մարդ է թե ավանակ, այս խաղը էլի բնորոշ է հիմնականում հայկական տարբեր տարածաշրջաններին եւ սա զատկական խաղերից մեկն է։ Բացի դրանից նաեւ զատկի օրը ընդունված էր ապարել, ուրախանալ, բնորոշ պարատեսակներից էր օրինակ յալի կոչվող պարատեսակը, որը երկի ուղեկցությամբ էր լինում եւ որպես այդպիսին տոնը ուրախության տոն էր, որովհետեւ մարդիկ գիտեին, որ Քրիստոսի հարությունով կյանքը շարունակվում է եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, դուք սկզբից ողջունեցիք ինձ զատկին բնորոշ տարբերակով, կա հետեւյալ ողջունելու տարբերակը, որը չեն օգտագործում հիմա։ Ելավ կանչեց ննջեցելոց Քրիստոս հարյավ իմերելոց տարբերակը, ինչու, որովհետև
ով էր կանչում եւ ինչ սկզբունքով է այստեղ։ Ելավ կանչեցը դրվում է ակաղաղի կոնցեպտում, որովհետեւ Պետրոս առաքյալին հիշատակում տրվեց, որ ինձ Քրիստոս ասաց, որ ինձ 3 անգամ կուրանան ակաղաղի կանչի ժամանակ։ Եվ այդպես եղավ, Պետրոսը ուրացավ Քրիստոսին, իհարկե հետո զղջաց իր մեղքերի համար, բայց մենք ունենք այդտեղ կանչելու կոնցեպտը, որտեղ առավոտյան գիտեք, առաջին ակաղաղն է կանչում, եւ սա ազդարարման նշան էր, արթնության նշան, որ հետևեք Քրիստոսի լույսին եւ Քրիստոս ինքնին գալու է մի օր։ Սա այդ խորհուրդով է դրված եւ այն որ ասում է կանչեց ելավ կանչեց ննջեցելոց, ննջեցյալները մահացածներն են, որտեղ գիտենք, որ Քրիստոսի գալստով նաեւ մեռյալները հարություն են առնելու ինչպես Քրիստոս։ Այսինքն երկնային արքայության խորհուրդն է այստեղ դրվում։ Եվ սա շատ հետաքրքիր ողջունի տարբերակ է, որ կարելի է այսօր որպես կենթանի նմուշ օգտագործել։ Ելավ կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարյավի մեռելոց։ Այ մենք խոսեցինք գերեզմաններ գնալու թեմայից, եկեք մի փոքր արդեն պարզաբանենք ինչու պետք է գնալ Հարության տոնի հաջորդ օրը գերեզմանել, այլ ոչ թե հենց Հարության տոնին։ Շատ բարի, սա կարևոր հարց է եւ շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետեւ մենք հայերս սխալ ենք տոնում մեծամասնությունը, օրինակ եթե տանը մահացած անձ է լինում, զատիկը տոնելու հետ կապված մենք ունենք ուրախ զատիկ։ Դա մեզ թույլ է տալիս, որ Կիրակի օրը, բուն զատկի օրը չնշենք դա, որովհետև հայ առաքելական եկեղեցին եւս ուղղորդում է, որ ուրախ օրը այդ սքո հետ կապված ոնց որ ասած կոնցեպտը պետք չի միավորել, որովհետև մենք ունենք տոնից հաջորդող օրը մեռելոցը, հա, որի ժամանակ արդեն ննջեցյալների շիրմներին այցելելու, հարգանքի տուրք մատուցելու օր է եւ հետաքրքիր մի բան, իրենք միշտ այնտեղ սնունդով էին գնում հայերի մոտ ընդունված կոնցեպտ էր, տանում էին գերեզմանները զատկական սնունդից եւ այցելուները ովքեր գերեզման էին գալիս եւ իրենք էին օգտվում եւ մնացած բաժինը թողնում էին գերեզմանոցում, հա, հավատալով որ իրենց նախնիների ոգին սնուցում են եւ սա հետաքրքիր մի ավանդույթ է, որը հայերի մոտ իրականում պահպանված է եղել։ Բացի դրանից նաեւ այսօրը հետաքրքիր է, որ մեռելոցին չէ իհարկե, բուն զատկի օրը մի հետաքրքիր մատաղի արողակարգ է լինում եւ սա ոչ թե արվում էր ինչ որ մեկի կողմից, այլ ամբողջ գյուղը կամ քաղաքը հավաքում էր գումար, իրենք գնում էին ոչխար կամ եզներ եւ սա կոչվում էր ախար, այս ամբողջական կոնցեպտի մատաղը հատուկ անունով է կոչվում եւ այդ ախարի մատաղի ժամանակ եփվում էր եւ եկեղեցու բակում մատուցվում էր բոլորին։ Հետագայում այդ արգանակը, որը դուրս էր գալիս, դա տեղափոխում էին ամեն մեկը իր օջախ եւ այնտեղ պատրաստում էին զատկական ամբողջական ուտեստը։ Քանի որ պահքին հաջորդող հատվածում է զատիկը, մենք այնտեղ ունենք ակլադիզը, որը պաս պապիկն էր եւ արգելում էր որևիցե կենթանական ծագման ինչ որ բան ուտել եւ գիտենք որ ներքևում ակլադիս պապի տիկնիկի տակը անում էին սոխ վրան 7 փետուրներ 7-րդ փետուրը շաբաթ օրն էր դուրս հանվում սա օրացուցային համակարգ էր եւ հավատում էին որ այդ 7-րդ փետուրը դառնում է թրջուն որը հաջորդ տարի վերակենդանանում եւ հետ է վերադառնում նորից պահքի շարունակման կոնցեպտում եւ այս սոխը որ վերջում մնում էր ակլադիս պապիկի այդ ներքևի հատվածում ամրացված դա օգտագործում էին զատիկի ժամանակ սոխ պատրաստելու համար, այսքան պահքից դեպի զատիկ անցման այս գաղափարն է։ Իսկ ինչ նպատակ ունեին զոհաբերությունները եւ ինչի համար էր արվում զոհաբերությունը, որը նշեցիք։ Իրականում սա քրիստոնեական կոնցեպտով եթե բացատրենք եւ նախաքրիստոնեական կոնցեպտով շատ հետաքրքիր է։ Մենք գիտենք, որ զոհաբերություններ դեռևս վաղ ժամանակներից եղել են աստվածներին հաճոյանալու համար նվերի կոնցեպտի դեպ, երբ որ մենք մեկս մյուսին նվիրում ենք, նվերի կոնցեպտի սկզբանե դա է եղել։ Տանում են ինչ որ գար, չգիտեմ, կամ որևիցե մուշտակ եւ այլն թողում էին օրինակ այն մորթի, հա, թողում էին այնտեղ աստվածների մոտ եւ համարում էին, որ դա նվեր է եւ իրենց ուխտը կատարելու, հաճոյանալու համար աստվածները պետք է իրենց բոլոր ցանկությունները կատարեն։ Եվ նույն կոնցեպտով է այդ գաղափարը, որը իրականացում է։ Սակայն քրիստոնեության մեջ մենք գիտենք, որ մատաղի գաղափարը ոչ թե
Քրիստոսին կամ Աստծուն գոհացնելու մեջ է, ինչպես մենք մատաղը այսպես տոնում ենք եւ այլն շքեղ։ Իրականում մատաղի գաղափարը այլ է։ Մատաղը նախատեսված է ուխտի կատարածման եւ հետագայում այդ մատաղը բաժանելու աղքատներին, հիվանդներին եւ այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Սա տոնախմբության վերածել պետք չէ, որովհետեւ, չգիտեմ, մատաղը այդ ինչ որ ուրախ առիթ չի ամեն դեպքում։ Այսինքն մենք փաստում ենք, որ հին ժամանակներում զատկի արարողության ժամանակ նաև եղել է մատաղի արարողություն։ Այո, միանշանակ եւ հատուկ անվանումը, որը կոչվում էր ախար։ Որ ավանդույթներն են պահպանվել, ինչի մասին պատմում եք, եւ ներկայիս զատիկը ինչքանով կապ ունի մեր ավանդական զատիկի հետ։ Իրականում դասական կոնցեպտը պահպանված է, որովհետև զատիկը այս դեպքում տոնի խորհրդով է որոշվում։ Տոնի խորհուրդը մենք ամբողջությամբ հայ առաքելական եկեղեցու միջոցով պահպանել ենք։ Սեղանին դրվող սննդամթերքը եւս պահպանվել է, հա, որոշ շրջանների, որտեղ մենք հայկական լեռնաշխարհում տարբեր շրջաններում տարբեր ուտեստներ ունենք, որոնք որ կարող էր չկրկնվել, օրինակ, չգիտեմ, վանեցիները այլ էին անում, պարսկահայքում այլ էին անում եւ այլն եւ այլն։ Օրինակ պարսկահայքում մի շատ հետաքրքիր ճաշատեսակ կա, որի անվանումն էլ է շատ հետաքրքիր, կոչվում է քուքու, այս ճաշատեսակը պատրաստվում է տապակած բանջարից, 4-ից 5 տեսակի բանջար խառնում են իրար, ավելացնում են մոտավորապես զանգվածի կեսից ավելին ձու է լինում եւ ալյուր ու համեմունքներ այնքան են եփում մարմանդ կրակով, որ ինքը կպչում է եւ դառնում է տորթի նման զանգված, որը կարելի է կտրել եւ այդպես մատուցել այդ տարբերակով, շատ հետաքրքիր է, դա տապակած բանջար չէ, այլ վերջում դառնում է տորթի նման զանգված։ Իրականում շատ հետաքրքիր է, որ տոնացիսական համակարգում ազդեցություններ եւս կան, օրինակ եվրոպական խոհանոցից, ռուսական, սլավոնականից, օրինակ շատերս հիմա այս պահին սեղանին նաև դնում են կուլիչ։ Հայկական տարբերակում կաթնահունցն է, որը հայկական տարբերակն է, եւ չորեքը, որը հացի տեսակ է, թխվող տարբերակում, վրան հատուկ սերմերով է պատրաստվում, բայց դրան հակառակ մենք նաև պատրաստում ենք սլավոնական կուլիչը, որը հայկական ավանդույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Հետաբար ես խորհուրդ եմ տալիս պատրաստել հայկական տարբերակները կաթնահունց։ Իհարկե մենք չենք պարտադրում ոչ մեկին տոնել այնպես ինչպես մենք ենք ուզում, մենք ենք թելադրում, այլ պարզապես ավանդույթը շարունակելու եւ պահպանելու համար է սա, կարեւոր է ազգի դիմագիծը պահպանելու համար։ Նույնը այդ կոնցեպտում նապաստակի արկայությունը, հա, մենք նապաստակի արկայությունը զատկին չունենք ընդհանրապես, կապ չկա եւ ոչ քրիստոնեության հետ եւ ոչ հայկական ավանդական տոնացիսական համակարգի։ Սա Եվրոպայից եկած տարբերակ է, որ ըստ ավանդության զատկի ձվերը բերում էին հենց նապաստակները։ Այսինքն այս պահին մենք պահպանում ենք եւ ավանդականը եւ պլյուս ենք անում նաեւ այլ ազգերի սովորությունները։ Մենք տնօրիներքից խոսեցինք։ Իրականում ոչ։ Եթե չենք խոսել, այո։ Կարող ենք հասանք տնօրիներին։ Ինչ ավանդույթ է, ինչ է խորհրդանշում տնօրիներքը։ Իրականում զատկի հետ բնորոշվող տարբերակում եւ զատկից անկախ տնօրիներքի կարգը իրականացում է հայ առաքելական եկեղեցու միջոցով եւ սա հիմնական կարգը աղը եւ հացը օրնելու կարգն էր եւ տան 4 անկյունները օրնելու կարգն է, այսինքն չարից վատ էներգիայից պաշտպանելու համակարգն է։ Երևի նորահայտնություն չեմ ասի, որ այս կարգը բացի նաեւ եկեղեցուց արել են մեր տատիկները։ Ցանկացած տոնից առաջ մեր տատիկներ ունեին մաքրագործման ծեսեր, որը տան, ընտանիքի եւ ամեն անկյան մաքրելու ծեսներ, նոր տարուց սկսած միջև շրջափուլային բոլոր ծիսակարգը տատիկները հատուկ կարգերով դա օրհնում էին։ Օրինակ յուղով, մեղրով պատին խաչ էին անում 4 անկյունների տան պատերին, հա, չգիտեմ, այնտեղ տարբեր միջոցներով, օրինակ կարմիր կտորով տան անկյունները մաքրում էին եւ հետո հանում թափ էին տալիս դուրսը, ասելով, որ շվոտ դուրս գնա, շվոտը դա չար ոգին էր, տանից հեռացման կարգ էր, այսինքն եւ տան դովլաթին պահապան ոգուն էին ներս կանչում։ Այսինքն շատ հետաքրքիր է, որ կոնցեպտը մենք ունեցել ենք դասական պահպանված, հետո դա նաև մտել է քրիստոնեության մեջ եւ քրիստոնեությունը այս պահին իրականացնում է հենց բուն տնօրիներքի կարգը, այսինքն սա ամբողջովին մաքրագործման ծես է։ Անչափ շնորհակալ ենք ձեզ Վահե այս լի այսպես զրույցի համար։ Շնորհակալ ենք շատ հարցերի մենք շնորհակալ ենք, բայց մեծ սիրով կլսենք, եթե դուք ավելացումներ ունեք, որովհետև մենք հարցեր չունենք ձեր սպառիչ պատասխաններից հետո։ Պետք է գնալ պարապել եւ հաջորդ զատիկին հանդիպել։
Շնորհակալ ենք շատ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարժվում ենք առաջ։